Սրբոց թարգմանչած վարդապետացն մերոց Մեսրոպա, Եղիշեի, Մովսեսի քերթողահորն, Դավթի անհաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացվույն եւ Ներսիսի Կլայեցվույն, տոն ազգային եւ եկեղեցական, Իհիշատակ գյուտի նշանագրածն հայոց եւ թարգմանության Սուրբ գրոց։ Այսպես է մեզ տոնի մասին ավանդում եկեղեցական օրացույցը։ Հիրավի, այսօր հոկտեմբերի 14-ին ի նշանավորումն մեր թարգմանիչ վարդապետների Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին լեցուն էր հավատացյալ ժողովրդով, որ եկել էին իրենց խորին հարգանքն ու սերը այս կերպ փոխանցելու այն արժանավորներին, ովքեր այսօր իրավամբ սրբի անմեկնելի պսակն են կրում, եւ հենց նրանց ենք պարտական մեր գոյության համար։ Ուխտավորաբար Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի էին ժամանել նաեւ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի միաբանները, նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ։ Թարգմանիչ վարդապետների հիշատակին մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Օրվա պատարագիչն էր հոգեշնորհ Տեր Գրիգոր վարդապետ Չիվչյանը։ Պատարագի ընթացքին Հավուր պատշաճի քարոզ խոսեց ամենայն հայոց հայրապետը։ Սովորական օրերից բոլորովին տարբեր, յուրահատուկ եւ անպատտադելիորեն եզական նշանակություն ունեցող մի բան, որի առաջ կանգնած ամեն մի հայ իր հոգեգան ներքին եւ բարանախությունն է ապրում։ Այսօր մեր եկեղեցու հայրերի սահմանած դոնագարկի համաձայն մենք նշվում ենք, բանձատվում ենք, ավելի ճիշտ վերագենտանացում ենք մեր մեջ հիշադակը, ոգին, պատկամը և առաքելությունը այն բացառիկ անձանց, որոնց մի բարձ ստորոքիչ բառ ենք գործածում թարգմանիչ, թարգմանչած վարդապետած դոմն է։ Այն թարգմանիչներին, որոնք Աստվածը թարգմանեցին մեր ժողովրդի կյանքում, իրենց կյանքով, իրենց կրչով, իրենց գործով և իրենց արյունով։ Թարգմանիչ նվիրականագույն բառն է հայոց բառարանի, վդտաքի նշանակի մի բնակիր ուրիշ բնակրով փոխարինելու արարքի մեջ։ Դա սովորական մի երևույթ է։ Թարգմանիչ հայոց բառարանի մեջ 5-րդ դարից այսքով նշանակում է Աստված, Աստուծո կամքը, Աստուծո օրենքը, Աստուծո սերը մարդոց կյանքի մեջ ապրեցնել այդ ժողովրդի լեզվովը, այդ ժողովրդի ապրելու եղանակներովը, այդ ժողովրդի ավանդություններով։ Հարգանք է ճգնաբիած վարդապետ, որ եղար այն, ինչ որ եղար Աստուծո, եղար լույս ու բարիք մեր ժողովրդի կյանքում։ Դու վարդապետ, Հացեգած գյուղի զավակ, դարոն աշխարհի ոլորտում մեծացած, Վարդան անունով մի խոր զավակ, դու եղար քարանձավների մեջ ապրող, ոտնագետույց ճգնությամբ, անկում գիշերներ անցկացնող, հոդաճարակությամբ ապրող այն ճգնագիած վարդապետը, որ հոգիով նեցվեցավ, Աստծու հոգիով, և այդ հոգին ճարակայթեց իր հոգու միջից, մեր ժողովրդի կյանքում 5-րդ դարում և ճարակայթում է մինչև այսօր մեր բոլորի կյանքում։ Ինչ պիտի լինեինք մենք աշխարհում առանց սեփական, յուրահատուկ, ազգային,
մեր իրին, քաղաքագիր ասկերի առաջին հատկանիշն է իր կինը։ Հարգանք քեզ, թարգմանիչ վարդապետ, որ դու քո ստեղծած գիրովը Աստծու գիրքը մեզի ընծայեցիր Աստվածաշունչ Մատյանը, Աստծու շունչը քո կրիզորությանքը իջեցրիր, դառնացրիր, միացրիր, ներդաշնակեցիր, ընկլուզեցիր, ընտելուզեցիր հայ շունչի մեջ։ Աստծու շունչը հապանցեց քո գրով, քո խոսքով, քո կյանքով, յուրաքանչյուր հայ մարդի շունչի և երկնային շունչը շնչավորեց երկրավոր շունչը և դրան դարձվեց երկնային շունչի հավիտենականության։ Հարգանք քեզ ամենակրիստոնյա վարդապետ, որ դու ոչ միայն Աստվածաշունչ Մատյանը տվեցիր մեզ քո գրով, այլև ո՛չ հայոց գրականություն։ Մեր իրականությունը սկսվեց քեզ մոտ, ճանաչել զիմաստություն և սփռատ, իմանալ զբաղ անջարով, առաջին հայտարարով գրված ողը մեր պատմության, ճանաչել զիմաստություն և սփռատ, իմանալ զբաղ անջարով։ Հարգանք քեզ, սիրո տիեզերական ապրումի թարգմանիչ վարդապետ, որ գիրը միայն չկդարքոց համար, Քրիստոսի սերը բացեց քեզ Հայաստանից դուրս մեր կրացի երկրներում, մինչև դիրք և աղբանք և ընդեր դինացիր Քրիստոսի խոսքը նրանց գիր ստեղծելով այդ գիրը դարացելու համար։ Չեղար, չմնացին ներ իմաստով միայն հայ, այլ ճարակայտեցիր Աստծու սերը դարացելով քրիստոնեական ուրիշ եկեղեցիների և ուրիշ ազգերի։ Հարգանք քեզ, ամենահայ վարդապետ, ամբողջահայ վարդապետ, որ ոչ միայն Հայաստանում քո գիրը տվեցիր մեզ, որպես սեփական վկայակու, փաստաթուղթ մեր ինքնության, և որպես ուժ մեր հավերժության, ներշնչում, այլ այսօր մանավանդ քո գիրը ոչ թե ամառասի քո ստեղծած առաջին դպրոցի մեջ թե կենդանի, ոչ թե միայն Հայաստանի 4 տարածքներում եք շնչավոր, այլ այսօր ես որ գալիս եմ արտասահմանից, ասելու եմ ձեզ, ով վարդապետ այսօր այդ նույն քո գիրը, կենդանի խոսում է, ապրում է և ապրեցվում է բոլոր այն հայ զավակներին, որոնք հայ հողի վրա չեն ապրում։ Ահ, վարդապետ, երկնքից դիտիր մեր այսօր, ես տեսնում եմ, որ օդար ամայի ջանքերի վրա, քո լեզուն և քո գիրը նսեմանում են օրից օր, թարանում են քո գիրերը հայ շրթներին, արտասահմանյան ըսպության, կյանքի պայմանների բերումով։ Ես եղել եմ հայ դպրոցներում, որտեղ հայ մանուկներ հայերեն սովորելու
բոլոր հնարավորություններով օժտված, բայց չեմ կարողացել սեփական մայրենի պես սովորել և խոսել քո լեզուն և գարկալ քո գիրը։ Ներիր նրանց, ով Վարդապետ, որովհետև նրանց հոգով քեզ հետ են, գիրը քո գիր է վերածվել նրանց մեջ, և նրանք ապրում են քո գրիզօրյանը առանց նրանց բոլորին ճանաչումովը և գիտությամբ։ Դու գիրը հոգու վերածեցի և մեզ բոլորիս ժառանգ տվեցի։ Եվ այսօր ահա եկել ենք իբրև նորնդիր ամենայն հայոց կաթողիկոս մեր առաջին ուսակնատության, եկել ենք քո առաջ խոնարհվելու մեր ամբողջ ժողովրդին։ Ով Վարդապետ, հիշում ես անշուշտ և ընկում, երբ բերեցիր գիրը, այնպես բերեցիր, ինչպես կարծեք Սինայի լեռան բարձունքից էիք իջնում։ Դաստապանյա օրենքն էր մեզ համար քո բերած գիրը, բերեցիր, և Սահակ, Վարդեն Հայրապետ, Ուղրամշաբուխ թագավոր, Ռախ գետի առաջ եկան և խոնարհվեցին քո առաջ։ Խոնարհվում եմ նաև ես այսօր, խոնարհվում է մեր ամբողջ ժողովուրդը, քո ոսկեղեն, ոսկեհոգի, այն տարերին առջև, որ մեր հավերժության ամենեն նորավոր և անհաղթահարելի ուժն է եղել։ Ահա թե ինչ ապունդերով մենք այս օրը ուզում ենք շերացել մյուրոնապույր և մյուրանախոս օրվան։ Երստին իր մյուրոնն է դառնալու մեր ջգանի։ Երեխեք հայոց, այնպես բարբարեցեք ձեր հոգիով, հայոց լեզուն, հայոց գիրը այնպես ուղիլ գրեցեք, որ պատիվ ստանք, որ դարերը եկան ու դարեր գնացին, բայց գիրը մնար ու գիրը վաղեց մեր շուտ։ Սուրբ և անմահ պատարագից հետո վեհափառ հոր հունիսի 10-ին Մեսրոպ Մաշտոցի Սուրբ Շիրմին որպես ուխտավոր Անդրանիկ այցելության առիթով հենց եկեղեցու բակում բացվեց հուշարձան կոթող։ Իր հայրական պատգամի ընթացքին նորին սրբությունը նախ ողջույնի խոսք հղեց աշտարակի բնակչությանը, ապա նշեց, որի նշանավորումն Անդրանիկ ուխտագնացության կանգնեցված այս հուշակոթողը մշտապես թող դառնա համայն հայության ուխտագնացության խորհրդանիշը։